Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Գեղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ կրկին անգամ անդրադառնալ ինձ եւ Հրանտ Դավանին առնչվող դատական գործի մանրամասներին եւ անշնորհակալ կենդանասերներին։ Մասնավորապես իմ բջջային հեռախոսը փչացել է, տեսախցիկը փչացել է, ես սա մեկ ուրիշից եմ խնդրել, որ ինձ մի քանի օրով հեռախոս տրամադրեն, որպեսզի նկարահանումներս շարունակեմ կատարել։ Նախքան ինձ եւ Հրանտ Դավանին առնչվող դատական գործի մանրամասներին անդրադառնալը, կցանկանայի նշել, որ ես նախկինում բազմիցս անշահախնդիր կերպով, անվճար իրավաբանական հարցերով աջակցել եմ անշնորհակալ եւ շահամոլ կենդանասերներին, եւ երբ որ ես հիմա օգնության կարիք ունեմ, մասնավորապես ունեմ բջջային հեռախոսի կարիք, որպեսզի ժամանակավորապես օգտագործեմ եւ վերադարձնեմ, եւ սակայն այն կենդանասերները, ում ես ժամանակին բազմիցս իրավաբանական հարցերով անվճար եւ անշահախնդիր օգնել եմ, այդ շահամոլ եւ երախտամոռ անշնորհակալ կենդանասերներից որևէ մեկը ինձ այդպես էլ օգնության ձեռք չմեկնեց։ Ինչևիցե յուրաքանչյուր մարդ զբաղված է իր սեփական հոգսերով, իր անձնական հոգսերով եւ որևէ մեկը այդպես էլ չցանկացավ ինձ օգնության ձեռք մեկնել, եւ այդ անշնորհակալ կենդանասերներին կցանկանայի ընդամենը մի բան ասել, որ միշտ հիշեք, որ բոլոր վնասակար բաների արմատը դա փողասիրությունն է, եւ այդքան փողասեր լինելով գոնե մի քիչ էլ մարդասեր եղեք, գոնե մի քիչ էլ մարդկային եղեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ ձեզ միշտ անշահախնդիր կերպով տարբեր հարցերով աջակցել, օգնել եւ սատարել են։ Ինչևիցե, նախ նշեմ, որ այժմ անդրադառնամ Հրանտ Դավանի կողմից իմ դեմ դատա ներկայացված ակնհայտ անհիմն եւ առարկայազուրկ հայցին, մասնավորապես Հրանտ Դավոյանը դատան է ներկայացրել հայցադիմում, որտեղ նշել է, որ Գեղինյանս իբր թե իրեն անվանել եմ հոմոսեքսուալ եւ դատանից պահանջում է, Հրանտ Դավանը դատանից պահանջում է Գեղինյանիցս հոգուտ իրեն բռնագանձել 1.500.000 դրամ։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ օգոստոսի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ դատան հրապարակեց Facebook-ից, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներից դատանին ուղարկված հարցման պատասխանը, որտեղ Facebook-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ուղարկված այդ դատանին ուղարկված պատասխանում նշված է, որ Հրանտ Դավանի կողմից դատանին ներկայացված փաստաթղթերը թերի եւ ոչ ամբողջական լինելու պատճառով հնարավոր չէ պարզել, թե Հրանտ Դավանի կողմից վկայակոչված այդ Facebook-յան էջը արդյոք Գեղինյանից է պատկանել, թե ոչ, եւ Facebook-ից, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներից դատանին ուղարկված այդ հարցման պատասխանով ակնհայտորեն հիմնավորվեց, ակնհայտորեն հիմքեր ստեղծվեցին, որպեսզի դրանք կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի դատանը վճիռ կայացնի ամբողջությամբ մերժել Հրանտ Դավանի կողմից Գեղինյանից դեմ ներկայացված ակնհայտ անհիմն եւ առարկայազուրկ հայցը։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ Հրանտ Դավոյանը իր Facebook-յան էջում գրառումներ էր կատարել այն մասին, որ 2026 թվականի օգոստոսի 4-ին կայանալիք դատական նիստի ժամանակ ինքը դատանին կներկայացնի նոր փաստարկներ, կներկայացնի նոր միջնորդություններ, կներկայացնի ինչ-որ փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ նոր միջնորդություններ, մինչդեռ ցանկանում եմ նշել, որ Հրանտ Դավանի կոնկրետ այդ գրառումը կարել է մանիպուլյատիվ բնույթ, որովհետև կոնկրետ 2026 թվականի օգոստոսի 4-ին կայացած դատական նիստին Հրանտ Դավոյանը եւ նրա փաստաբան Զոհրաբ Ապրեսյանը հրաժարվել են դատան ներկայանալ եւ չեն մասնակցել դատական նիստին։ Նաեւ նշեմ, որ Հրանտ Դավոյանը դատանին ներկայացրել էր գրավոր առարկություններ, նշելով, որ ինքը հրաժարվում է որպես վկա ներկայանալ դատարան եւ Հրանտ Դավոյանը առարկել էր Գեղինյանից կողմից միջնորդած կրկնակի փորձաքննության դեմ, մինչդեռ Լոռու մարզի ընդհանուր իրավացության դատարանը իրավացիորեն հաշվի չառավ Հրանտ Դավոյանի առարկայազուրկ առարկությունները եւ դատարանն իրավացիորեն որոշում կայացրեց ամբողջությամբ բավարարել Գեղինյանից կողմից դատանին ներկայացված բոլոր միջնորդությունները։ Մասնավորապես ես դատանին միջնորդեցի նշանակել կրկնակի փորձաքննություն, ինչպես նաև դատանին միջնորդեցի վկայի կարգավիճակով փորձագետներին հրավիրել դատարան, ավելին ես դատանին միջնորդեցի նաև Հրանտ Դավոյանին որպես վկա հրավիրել դատարան, քանի որ ես բազմաթիվ հարցեր ունեմ ուղղված Հրանտ Դավոյանին եւ ակնկալում եմ իմ հարցադրումների պատասխանները ստանալ Հրանտ Դավոյանից, եւ դատանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին Հրանտ Դավանին վկայի կարգավիճակով հրավիրել դատարան, եւ եթե Հրանտ Դավոյանը, չգիտեմ, միգուցե իմ հարցերից վախենալով, վախի ազդեցության տակ, եթե նա հրաժարվի ներկայանալ դատարան, ապա ես դատանին միջնորդելու եմ Հրանտ Դավոյանին հարկադրաբար բերման ենթարկել դատարան։
Հրանտ Դավոյանի կողմից դատանում ցուցմունք տալու ժամանակ ես Հրանտ Դավոյանին պետք է հղեմ բազմաթիվ հարցադրումներ կապված նրա կողմից հոմոսեքսուալ լինել չլինելու հետ, այսինքն ամենևին էլ ես չեմ պնդում, որ Հրանտ Դավոյանը հոմոսեքսուալ է, նման բան ես ամենևին էլ չեմ պնդում, նորից եմ կրկնում, գործի քննության հետ կապված էական հանգամանքներ պարզաբանելու համար, այդ թվում նաև Հրանտ Դավոյանի կողմից հոմոսեքսուալ լինել չլինելու հետ կապված ես բազմաթիվ հարցեր ունեմ ուղղված Հրանտ Դավոյանին եւ Հրանտ Դավոյանի հարցաքննությունը կհեռարձակվի իմ YouTube-յան ալիքով, Էրիկ Եղինյան շախմատիստ վերնագրով իմ YouTube-յան ալիքով։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ դատան, ինչպես արդեն նշեցի, ամբողջությամբ բավարարեց իմ այդ միջնորդությունները եւ հաշվի չառավ Հրանտ Դավոյանի առարկայազուրկ առարկությունները եւ ցանկանում եմ նաեւ նշել, որ Հրանտ Դավոյանը դատանին միջնորդել է նաեւ որպես վկա դատարան հրավիրել կենթանասերներ Մարիամ Ջիլավյանին եւ Նատալի Քրմոյանին, չգիտեմ թե Մարիամ Ջիլավյանը եւ Նատալի Քրմոյանը ինչ տեղեկություններ պետք է հայտնեն դատանին, որը կարող է էական նշանակություն ունենալ գործի քննության համար։ Նաև նշեմ, որ եթե դատանը վճիռ կայացնի մերժել Հրանտ Դավոյանի հայցը, ապա նման պարագայում պետական տուրքի գումարները, փորձաքննության ծախսերը եւ մնացած բոլոր դատական ծախսերը պետք է բռնագանձվեն Հրանտ Դավոյանից։ Հրանտ Դավոյանը արդեն բավականին մեծ ֆինանսական ներդրումներ է կատարել ինձնից 1.5 միլիոն դրամ բռնագանձելու ակնկալիքով, մասնավորապես Հրանտ Դավոյանը վարձատրել է իր փաստաբաններին, վճարել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարները, մինչդեռ նորից եմ կրկնում, եթե Հրանտ Դավոյանի հայցը մերժվեց, ապա այդ բոլոր դատական ծախսերը պետք է բռնագանձվեն Հրանտ Դավոյանից։ Վերջում ցանկանում եմ նաև նշել, որ ես առաջիկայում իմ YouTube-յան ալիքով ունենալու եմ ուղիղ եթեր եւ ուղիղ եթերի ձևաչափով ել ավելի հանգամանորեն կանդրադառնամ ինձ եւ Հրանտ Դավոյանին առնչվող դատական գործի մանրամասներին եւ ուղիղ եթերի ժամանակ դուք բոլորդ կարող եք ինձ ուղղել ձեր ողջամիտ հարցադրումները եւ ես պատրաստակամություն եմ հայտնում ուղիղ եթերի ձևաչափով պատասխանել ինձ ուղղված բոլոր ողջամիտ հարցադրումներին։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ Հրանտ Դավոյանը առարկել էր, որ ինքը չներկայանա դատարան, չգիտեմ ինչի հետ է դա պայմանավորված, հավանաբար Հրանտ Դավոյանը իմ կարծիքով վախենում է իմ կողմից իրեն հասցեագրված հարցադրումներին պատասխանելուց եւ այդ հանգամանքով պայմանավորված է նա հրաժարվում դատարան ներկայանալուց, սակայն այնուամենայնիվ ես դատանից պահանջեցի, որ անհրաժեշտ է Հրանտ Դավոյանի մասնակցությունը դատական նիստին, քանի որ ես վերջինիս ունեմ բազմաթիվ հարցեր ուղղված եւ գործի քննության հետ կապված, այսինքն որոշակի հանգամանքներ պարզաբանելու հետ կապված պետք է բազմաթիվ հարցեր ուղղեմ Հրանտ Դավոյանին եւ Հրանտ Դավոյանը պարտավոր է դատանում պատասխանել իմ կողմից իրեն ուղղված բոլոր հարցադրումներին։ Իհարկե ես այս պահի դրությամբ դեռևս նպատակահարմար չեմ գտնում հստակեցնել իմ հարցադրումների շրջանակը, որպես Հրանտ Դավոյանին ուղղված իմ հարցադրումների շրջանակը նպատակահարմար չեմ գտնում հստակեցնել, որպեսզի Հրանտ Դավոյանը իր փաստաբանի ուղղորդմամբ չկարողանա նախապատրաստվել իմ հարցերին պատասխանելուն։ Այդ իսկ պատճառով իմ հարցերը կրելու են անակնկալ բնույթ եւ բավականին սուր հարցեր եմ տալու եւ տեսնենք թե Հրանտ Դավոյանը ինչպես կդատանում, ինչպես կպատասխանի իմ կողմից իրեն ուղղված այդ հարցադրումներին։ Նաեւ նշեմ, որ Հրանտ Դավոյանը դատանին է ներկայացրել մի փաստաթուղթ, որտեղ բառացի նշված է հետևյալ բովանդակությամբ գրառում. Սոնա ջան, երկու հատ հոմոսեքսուալ միասին բնակվում են մի տան մեջ եւ միմյանց շատ լավ են զգում։ Ինչպես արդեն տեսակ, այս գրառման մեջ ամենևին էլ հիշատակված չէ Հրանտ Դավոյանի անուն ազգանունը, մինչդեռ ինձ համար ողջամտորեն անհասկանալի է, թե Հրանտ Դավոյանը այդ գրառումը ինչու է վերագրել հենց իրեն, եթե ըստ իր խոսքերի ինքը հոմոսեքսուալ չի հանդիսանում, հետեւաբար հարց է առաջանում, թե այդ գրառումը Հրանտ Դավոյանը ինչու է վերագրել իրեն այն պարագայում, երբ այդ գրառման մեջ Հրանտ Դավոյանի անուն ազգանունը ընդհանրապես որևէ կերպ չի հիշատակվում։ Պետք է այս հարցերին պատասխանի Հրանտ Դավոյանը դատարանում, ինչպես նաև մի շարք այլ հարցերի նույնպես պետք է պատասխանի Հրանտ Դավոյանը դատարանում։ Նաև ցանկանում եմ նշել, որ Էրիկ Եղինյանս իմ անվամբ գրանցված որևէ գույք, սեփականություն, որևէ գրանցված աշխատանք չունեմ, հետևապես թե Հրանտ Դավոյանը եւ թե որևէ այլ անձ չեն կարող ինձնից որևէ գումար բռնագանձել, դա անկարելի է։ Այսինքն, եթե դուք նպատակ եք հետապնդում ինձ դատի տալու միջոցով փող աշխատել, ապա ձեզ խորը հիասթափություն է սպասվում, որովհետև որևէ մեկը չի կարող ինձնից որևէ գումար բռնագանձել։ Ես ամենևին էլ միամիտ անձնավորություն չեմ եւ ինչպես շախմատում, այնպես էլ կյանքում ես
բնականաբար հաշվարկում եմ թե իմ եւ թե իմ դիմացինի բոլոր քայլերը եւ պատրաստ եմ իրավիճակի ցանկացած շրջադարձին, պատրաստ եմ իրավիճակի ցանկացած սցենարներին եւ պատրաստ եմ իմ իրավաբանական գիտելիքներով հակազդել Հրանտ Դավանի կողմից իմ դեմ ուղղված բոլոր քայլերին։ Հրանտ Դավանը իր Facebook-յան էջում ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը ունի հսկայական ռեսուրսներ, ունի հսկայական ֆինանսական միջոցներ, սակայն Հրանտ Դավանին խորը հիասթափություն է սպասվում, քանի որ Հրանտ Դավոյանը պարտվելու է դատարանում եւ Էրիկ Եղինյանս իմ զորեղ փաստարկներով կջախջախեմ Հրանտ Դավանի թե Հրանտ Դավանի եւ թե նրա փաստաբանական թիմի առարկայազուրկ փաստարկները։ Էրիկ Եղինյանս չունեմ թիկունք, չունեմ փող, չունեմ հզոր կապեր, չունեմ ռեսուրսներ, իմ միակ հենարանը, իմ միակ ռեսուրսը դա իմ իրավաբանական գիտելիքներն են եւ ես հավաստիացնում եմ, որ ես իմ իրավաբանական գիտելիքներով, իմ զորեղ փաստարկներով դատարանում կջախջախեմ թե Հրանտ Դավոյանի եւ թե նրա փաստաբանական թիմի առարկայազուրկ փաստարկները։ Թերևս այսքանն է, շնորհակալություն ուշադրության համար։ Վերջում ցանկանում եմ ցուցադրել իմ փիսիկներին, սրանք իմ փիսիկներն են, որոնք տալիս եմ որդեգրման։ Papuk.